Շնորհակալություն հարգելի գործընկերներ, ինձնից աջ հատվածը ընդդիմության ամբողջությամբ բացակայում է դահլիճից, իմ ասելիքները բավականին պակասել են, բայց ելի մի երկու նախադասությամբ ուզում եմ կիսվել ձեր հետ, սա մեր մարզերում, շրջաններում, որ մեկին մի ուրախ առիթով հրավիրում են, հարցնում ես, ասում ես ովքեր եք նելու, ասում տնը ստանանք լինում, մենք մերոնցով, հետևաբար խոսքս վերաբերում է միայն մեզ։ Արդեն 8-րդ օրն ազգային ժողովում մենք լսում ենք Հայաստանի Հանրապետության դատախազին, քննչական կոմիտեի նախագահին, մարդու իրավունքների պաշտպանին եւ այդպես եւ այսօրվա մեր ընդդիմադիր գործընկերների ելույթները ամբողջությամբ տրամադրվում են հենց այդ կոնտեքստում, որովհետեւ տարիներ շարունակ մենք լսել ենք մամուլի հրապարակումներից, որ Ռոբերտ Քոչարյանը 10 տարի պաշտոնավորելուց հետո Հայաստանի Հանրապետությունից գողացել է միլիարդավոր դոլարներ, խոսքը 4 միլիարդի մասին է, եթե թիվը իրականում ճիշտ էլ չի, այն ինչ որ այսօր դատախազությունը պահանջում է Ռոբերտ Քոչարյանից, դա շատ մեծ գույքի մասին է խոսքը։ 4 միլիարդ դոլարը Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավորման տարիներին, որ բաժանում ես, ամեն օր 1 միլիոն 100 հազար դոլար գումար է կան։ Ամեն օր 1 միլիոն 100 հազար դոլարը մեր պետության բավականին մեծ պաշտպանական դիրքերի մասին է խոսում, մեր դպրոցների, մեր մանկապարտեզների, մեր սոցիալապես անապահովների, մեր թոշակառուների, մեր զինվորների, բժիշկների, ուսուցիչների աշխատավարձից տարած գումար է, որը դեռ հետ չի եկել։ Բայց ինձ ոչ այդ 4 միլիարդը, ոչ այդ գումարն է հետաքրքիր, ինձ հետաքրքիր է մի հարց, որ Ռոբերտ Քոչարյանը իր որդուն պետք է գործուղի ազգային ժողով եւ Ռոբերտ Քոչարյանի որդին ազգային ժողովի այս ամբիոնից պետք է պատասխանի մի հարցի։ 23 թվականի Հակարի կամրջի դեպքերից հետո Ռոբերտ Քոչարյանը եւ քո հորողբեր Սերժը կամուրջից ենկոմ ինչ են թողել, ինչն են կորցրել, ինչ է մնացել այնտեղ եւ ինչ է ստեղ։ Հենց էսա, որ պետք է 150 հազար հոգի մարդ, որ տուն տեղ կորցրած եկել է ստեղ ապրում, այդ մարդկանց վերքի վրա աղայք անում։ Այդ մարդիկ, ովքեր գերեզման են թողել ձեր վարած քաղաքականության պատճառով, հիմի նայում են դրոշները, Արցախի դրոշը։ Այս խմբակցության հիմնական կորից դաշնակցությունն է, ով տարիներ շարունակ 100 տարի Թուրքիայի դրոշը վառել է, մտածել, որ արևմտյան Հայաստանի ու ցեղասպանության հարցն է լուծել։ Արցախի դրոշները բերել ազգային ժողովում դրել են, մտածել, որ Արցախի հարցը լուծել են։ Բայց Արցախի իրական իշխանությունը, երբ իրանց ձեռքին մնաց, իրանց ձեռքում հայտնվեց, այն հայտնի հնդկական կինոյում գլխավոր դերասանի մայրը լարման տակ գիթառը ավելի երկար է պահել, քան իրանք Արցախի իշխանությունը։ Արցախում նորից եմ կրկնում, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժը իրանց բոթասներից որից է թայ թողել են, թե չեն թողել։ Եկեք կանգնեցեք ժողովրդի առաջ ասեցեք։ 150 հազար մարդու վերքի վրա նորից աղայք անեմ, ինչա պետք, ինչ պետք է ընդամեն ինչ, որ աղմուկ լինի, որ քաղաքական խոսույթը բացարձակապես չտարբերվի։ Այն ձևով ինչպես ոսկեպարում կանգնում ասում եք, ոսկեպարը եկեղեցին անցնում է թուրքերին, ոսկեպարն էլ ինչ կարած բացատրես, եթե այդ մարդու ուղեղը դամացրել է։ Ով եկավ ներողություն խնդրեց, իրանցի ժողովրդին ասես, բա իրանցի գերեզմաններից այս հատվածն ասում Ադրբեջանին։ Որ մարդկանց իրական անելիքներից շեղեք։ Իսկ ինչ է մարդկանց իրական անելիքը։ Երբ սահմանամերձ համայնքների բնակարանների ապահովման ծրագիրը փակվեց, ոսկեպարի բնակչության 99% դրանից չի օգտվել։ Կառավարությունը նորից ծրագիրը բացել է, որ այդ մարդիկ օգտեն, որովհետեւ այդ մարդիկ լարված մթնոլորտներին չէին հասկանում, այս պետությունն ինչ անում։ Իսկ պետությունն ինչ անում։ 1830 թվականին Բերքաբերի բնակչություն եղել է 305 հոգի մարդ, որը մոտավորապես 60 տուն է։ 200 տարվա ընթացքում այդ 60 տունը դարձել է 120 տուն։ Մեր իշխանության, մեր կառավարման 4 տարիների ընթացքում Բերքաբերի 120 տունը ավելանում է 99 հաստատված ծրագրով։ Այս ժողովրդից այս իշխանություն ոնց եք ուզում վերցնեք, որին կարակ ասեք, այս իշխանությանը մի կտրի, ինչ եք ուզում։ Չեմ ուզում երկար խոսամ, բայց ասածս պնդում եմ, Ռոբերտ Քոչարյանի որդին պետք է գա ստղից հայտարարի, թե նրանք ինչ են կորցրել։ Շնորհակալություն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։